Նախ ուզում եմ ասել, որ հիմնական պատճառը ռազմական գործողությունների մեկը չի, մի քանիսն են։ Առաջին իհարկե բանակցային գործընթացից խուսափելն էր եւ ընդհանրապես հրաժարվելը։ Սա առաջին հանգամանք։ Երկրորդ հանգամանքը կայանում էր նրանում, որ բանակցողները ինչ-որ անհասկանալի տարբերակ առաջարկեցին եւ ընդհանրապես այս երկուսը միասին բերեց նրան, որ բանակցային process-ը դադարեց։ Սա առաջին հանգամանք։ Երկրորդ հանգամանքը կայանում է նրանում, որ տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու իրենց ռազմական նախաձեռնությունը, պատերազմ սկսելու նախաձեռնությունը։ Կարծում եմ երրորդ հանգամանքը կայանում էր նրանում, որ ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։ Այս երեք պատճառներով է, որ սկսվեցին ռազմական գործողությունները, որ սկսվեց պատերազմը։ Ձեր հարցի մյուս կողմը, արդյոք դա անխուսափելի էր, միանշանակ ոչ, անխուսափելի չէր։ Եվ մի քիչ էլ միգուցե առաջ ընկնեմ, եւ այդպիսի արդյունքը կանխատեսելի էր, թե ոչ, ապա մինչև 18 թվականը միանշանակ ոչ, կանխատեսելի չէր, բայց ես արդեն 19 թվականին տեսնում էի պրոբլեմներ մեր զինված ուժերում, ավելի ճիշտ 18-ի արդեն երկրորդ կեսին տեսնում էի, 19-ին տեսնում էի, 20-ին համոզվում էի եւ արդեն 20 թվականի օգոստոսին ես հայտարարեցի մեծ ասուլիսի ժամանակ, որ ռազմական գործողությունները շատ է մոտեցել։ Պարոն նախագահ, այդ բանակցային գործընթացի մասով ասացիք,